Դեպետի եզերքով ձգվող ճանապարհը տանում է Ալավերդի։ Լորվա բնաշխարհը մի մեծ հանգստյան գոտի է, ուր թվում է մարդն արհեստացին վայելքների կարիք չպետք է ունենա, բայց միայն թվում է։ Օրերս Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի բնակիչ Աբգար Ներկարարյանը իր մոտ թմրանյութ է պահում եւ օգտագործում։ Իրավապահներն անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին։ Ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Աբգար Լևոնի Ներկարարյանը, որի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է 1.6 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նշված թմրամիջոցը Աբգար Ներկարարյանը առանց իրացնելու նպատակի պատրաստել է իր գործածման համար։ Նախկինում գողության համար արդեն մեկ անգամ դատապարտված Աբգար Ներկարարյանը տեսախցիկի առաջ վստահեցնում էր, որ առողջական վիճակն է իրեն ստիպում թմրանյութ օգտագործել։ Բան չէ, պրոստը պրիստուպները զբռնում է, իրոք հիմա եմ վատ եմ, հիմա նայողը կասի, փոքր բաներ է ստամոքսեր, խոցում եմ, այդ վատ վախտը մեկ օգտագործում եմ, որ ցավերը կորչի։ Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 268 հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Աբգար Ներկարարյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու մեկական դեպք, որոնք բացահայտվել են։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 8 դեպքից 5-ը, իսկ խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության մեկական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1973 թվականին ծնված Գուրգեն Հովհաննիսյանը, որը հուլիսի 27-ին իր ազգականի տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Գուրգեն Հովհաննիսյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 450202 570933 հեռախոսահամարներով։ Ուշադրություն, մայիսի 30-ին ժամը 14-ի սահմաններում Երևանի Խորենացու փողոցում գտնվող Ոսկու աշխարհ շուկայում անհայտ անձը վաճառասեղաններից մեկից կատարել է գողություն, գաղտնի հափշտակել է ոսկյա 2 շղթա։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության պահը արձանագրել է տարածքը հսկող տեսախցիկը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսագրությունը։ Այս քաղաքացուն ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության կենտրոնականի կամ մոտակա բաժին։ Տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորում ենք։